2026 թվականի մարտի սկիզբը կլինի այն ժամանակը, երբ երկնային գրասենյակը կբացի հնարավորությունների պատուհան։ Ոմանց համար այս պատուհանը կբացվի թեթև ճռոցով, բայց 7 կենդանակերպի նշանների համար այն պարզապես կթռչի իր ծխնիներից դրական էներգիայի հզոր հոսքից։ Ստուգեք, թե արդյոք հաջողությունը պատրաստվում է տոնել ձեր տանը այսօր։ Խոյ. ցատկ դեպի երազանք։ Խոյեր, 2026 թվականի մարտի սկզբին դուք կարթնանաք հայտնի, կամ առնվազն շատ գոհ ձեր կյանքից։ Գարնան առաջին ամսվա էներգիան կհոսի ձեր մեջ այնպիսի ուժով, որ դուք կկարողանաք լեռներ շարժել, եւ ամենակարևորը, դուք նույնիսկ կվճարվեք դրա համար։ Այս ժամանակահատվածում ցանկացած գաղափար, նույնիսկ ամենահամարձակը, հնարավորություն ունի ոչ միայն թռիչք կատարելու, այլև երկնքում սավառնելու։ Եթե վաղուց եք ցանկացել խնդրել աշխատավարձի բարձրացում, խոստովանել ձեր զգացմունքները կամ սկսել ձեր սեփական բիզնեսը, գործեք մարտի առաջին տասնօրյակում։ Տիեզերքը ձեր կողմից է, խոյեր։ Դուք կդառնաք մագնիս ճիշտ մարդկանց եւ շահավետ առաջարկների համար։ Գլխավոր խորհուրդ՝ մի մտածեք, պարզապես գործեք։ Ձեր ինքնուբխությունը հաջողության լավագույն վարելիքն է հենց հիմա։ Ցուլ. ֆինանսական ուրվական։ Ցուլ. դուք 1-2 բան գիտեք հարմարավետության մասին, եւ 2026 թվականի մարտի սկիզբը ձեզ համար իսկապես թագավորական նվեր է պահում։ Խոսքը փողի մասին է, ոչ թե այն տեսակի, որը գալիս է արյունով ու քրտինքով, այլ այն տեսակի, որը կարծես երկնքից է ընկնում։ Հնարավոր է դուք կստանաք վաղուց մոռացած հին պարտք, կամ կստանաք բոնուս, որը չէիք սպասում, կամ գուցե կգտնեք կատարյալ կեսդրույքով աշխատանք, որը կբերի ոչ միայն եկամուտ, այլև հաճույք։ Ֆինանսական հաջողությունը կհետևի ձեզ, հատկապես ամսվա կեսերին։ Կարևորը՝ միշտ ապեք ծախսել յուրաքանչյուր կոպեկը։ Այս անսպասելի գումարից մի պասը ծառայեցրեք լավ օգտագործմանը, եւ այն հարյուրապատիկ կվերադարձվի։ Երկվորյակներ։ Հանդիպում, որը փոխում է ամեն ինչ։ Երկվորյակները սիրում են հաղորդակցությունը, բայց 2026 թվականի մարտի սկիզբը ձեզ կներկայացնի ոչ միայն ևս մեկ զրուցակից, այլև մեկը, ով կփոխի ձեր աշխարհը։ Սա կարող է լինել նոր սեր, որը կբոցավառվի ինչպես զույգ առաջին ժամադրության ժամանակ։ Կամ գուցե դա կլինի գործընկեր, որի հետ դուք կստեղծեք մի նախագիծ, որի մասին միշտ երազել եք։ Ձեր բնական շփվողականությունը կլինի ոսկե բանալու պես նույնիսկ ամենաանհասանելի դռների համար։ Մարդիկ կգրավվեն ձեզնով, կհմայվեն ձեր էներգիայով։ Աստղերի խորհուրդ. մի մերժեք հրավերները մարտի առաջին օրերին։ Նույնիսկ եթե չափազանց ծույլ եք գնալու այդ երեկույթին կամ հանդիպմանը, գնացեք։ Այնտեղ ձեզ սպասում է ճակատագիրը։ Առյուծ. փառքի ճառագայթների մեջ։ Առյուծներ, ձեր փայլելու ժամանակը գալիս է օրացույցային ամառվանից։ 2026 թվականի մարտի սկզբին դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում, եւ այս ուշադրությունը շատ հաճելի կլինի։ Ձեր տաղանդները վերջապես կնկատվեն նրանց կողմից, ովքեր կարևոր են։ Ձեր ղեկավարը հրապարակով կգովի ձեզ, ձեր սիրելին կկազմակերպի ռոմանտիկ անակնկալ, իսկ ձեր ընկերները կանվանեն ձեզ իրենց ոգեշնչման աղբյուրը։ Դուք ձեզ ավելի վստահ կզգաք, քան երբևէ։ Սա իդեալական ժամանակ է աշխարհին բարձրաձայն եւ գեղեցիկ ներկայանալու համար։ Աստղային կանխատեսում. եթե դուք ստեղծագործ մարդ եք, մարտը ձեզ կբերի ճանաչման առաջին ալիքը։ Եթե դուք արվեստով չեք զբաղվում, ապա ձեր թիմում կզգաք սոցիալական առաջխաղացում եւ հարգանք։ Կույս. ծրագիրը աշխատեց։ Կույսերը հազվադեպ են հավատում բախտին, նախընտրելով հստակ ծրագրերն ու հաշվարկները։ Սակայն 2026 թվականի մարտի սկիզբը ձեզ կապացուցի, որ հրաշքներ գոյություն ունեն։ Ամեն ինչ, որի համար այդքան աշխատել եք, կսկսի իրականանալ զարմանալի հեշտությամբ։ Կարծես թե բարձրացել եք լեռան գագաթը եւ տեսել եք տեսարանը։ Հին խնդիրները, որոնք թվում էին անհաղթահարելի, կլուծվել են ինքնուրույն։ Դուք կստանաք հաստատում, որ ձեր աշխատանքն ապարդյուն չէր։ Սա արժանի պարգևների եւ ճակատագրից հաճելի բոնուսների ամիս է։ Ինչ սպասել։ Ձեզ կարող են առաջարկել նոր պաշտոն, հաստատել հիպոթեկային վարկի համար կամ պարզապես ստանալ հաճոյախոսություն, որը կտաքացնի ձեր սիրտը հաջորդ 6 ամիսների ընթացքում։ Կարիճ. անսպասելի նվեր։ Կարիճները սովոր են ամեն ինչ վերահսկել,
Սակայն 2026 թվականի մարտի սկիզբը ձեզ համար անակնկալ է պահում, որը անհնար է պլանավորել։ Սա վերաբերում է հարաբերություններին։ Եթե դուք միայնակ եք, պատրաստվեք մի հանդիպման, որը ձեզ կհիացնի։ Սա պարզապես սիրավեպ չի լինի, այլ խորը կապ, գուցե նույնիսկ կարմիկ հանդիպում։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, ձեր հարաբերությունները կհասնեն փոխըմբռնման և կրքի նոր մակարդակի։ Գարնան սկզբին ձեր մագնիսականությունը կլինի անհավանական։ Խորհուրդ. ազատվեք վերահսկողությունից, թույլ տվեք իրադարձություններին զարգանալ։ Լավագույն բաները կպատահեն, երբ դադարեք անհանգստանալ և սկսեք վայելել պահը։ Աղեղնավոր։ Հորիզոնները ընդարձակվում են։ Աղեղնավոր։ Դուք սիրում եք արկածներ։ Եվ 2026 թվականի մարտի սկիզբը ձեզ կուղարկի ճանապարհորդության։ Ոչ պարտադիր աշխարհագրական, չնայած դա հնարավոր է, այլ ճանապարհորդություն դեպի ինքներդ ձեզ նոր տարբերակ։ Ձեզ սպասում են հեռանկարներ, որոնց մասին երբեք չէիք երազել։ Հնարավոր է դուք ստանաք առաջարկ պրակտիկա անցնելու մեկ այլ քաղաքում, կամ որոշեք սովորել օտար լեզու, որը կբացի դռներ դեպի նոր կյանք։ Ձեր լավատեսությունը կլինի վարակիչ, և մարդիկ կհետևեն ձեր օրինակին։ Գաղտնիքը։ Մի վախեցեք փոխել ուղղությունը։ Եթե զգում եք, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու, ապա ժամանակն է։ Վստահեք ձեր ինտուիցիային, այն հիմա անթերի աշխատում է։ Հետգրություն բոլորի համար։ Սիրելի ընթերցողներ, նույնիսկ եթե ձեր նշանը այս ցուցակում չէ, միշտ ապեք այս հոդվածը տխրությամբ փակել։ 2026 թվականի մարտի սկիզբը լավ կլինի բոլոր նրանց համար, ովքեր կբացեն իրենց սիրտը նոր բանի համար։ Գարնան առաջին օրը պարզապես նայեք պատուհանից դուրս, ժպտացեք արևին և ինքներդ ձեզ ասեք. ես պատրաստ եմ փոփոխության։ Եվ այն անպայման կգա։ Ի վերջո, հաջողության գաղտնիքը դրան հավատալն է։ Շնորհավոր Գարուն։